Երգիչ Անդրեյի նախկին կին է, երգչուհի Անի Օհանյանը կրկին անգամ իր սոցիալական էջերում դստեր եւ այ մասնակցությամբ տեսանյութեր ու լուսանկարներ է հրապարակել, ինչպես երևում է, մայր ու դուստր իրենց հանգիստն են վայելում, նրանք Սանկտ Պետերբուրգում են։ Անին լուսանկարներին կից գրել է «Իմ սեր», ահա թե ինչ տեսք ունի երջանկությունը, գրել էր Անին ու հրապարակել ինչպես լուսանկարներ, այնպես էլ տեսանյութ, իսկ մենք հավելենք, որ Անի Օհանյանի եւ Անդրեյի դուստրը որքան մեծանում, այնքան հայրիկին է նմանվում, նա անչափ գեղեցիկ է, իսկ մենք առաջարկում ենք դիտել հրապարակված կադրերն առանց մեկնաբանության։ Մեկ հոլովակում ամփոփելով Աստղային օրվա կարևոր իրադարձությունները, նշենք, որ Հրաչ Մուրադյանի դուստրը Միան արդեն դպրոց պիտի հաճախի։ Հաղորդավար Հրաչ Մուրադյանն իր Instagram-յան էջում այդ մասին պատմել է եւ ներկայացրել օրվա ընթացքը։ Star News-ն առաջարկում է դիտել տեսանյութը։ Մին առաջին անգամ գնում է դպրոց։ Նոր դպրոց։ Դպրոց, ոչ թե մանկապարտեզ։ Ոնց եք զգում ձեզ, Օրիորդ Մուրադյան։ Kindergarten-ը դպրոցը մեր։ Դե հա, նախակրթարանն է։ Թերանում դուք շատ բան եք ասեմ, որը իրականությանը չի համապատասխանում։ Kindergarten-ը ինչ է, մի հատ գրեք, please։ Մանկապարտեզն է, բայց այս մանկապարտեզ չի, այս դպրոցի նախակրթարանն է։ Հիմա դաստամ, հետո վերադառնամ։ Ամերիկայում քանի որ ամեն ինչ հերթի մասին է, դպրոցն էլ է հերթ։ Այսպես լրացնում ինչ որ պետք է գրենք։ I am your principal, and we have all these people that I have, our team that will support. So we're gonna. Mia, sireti? Aya? Are we going over there now? Papa, sireti? Շատ։ Ari? Արի լսենք։ Միա, շնորհավոր։ Ոնց է կյանք առաջին օրդ։ Ընկերուի։ Ծանոթացա՞դ, ահա, science-ի բան է։ Շատ հետաքրքիր է։ Երգիչ Նարեկ Բավյանը պարբերաբար իր Instagram-յան էջում անդրադառնում է իրեն հուզող ու հետաքրքրող հարցերի, այս անգամ եւս բացառություն չէ։ Նարեկ Բավյանի հերթական տեսանյութը 90-ականների մասին է, առաջարկում ենք լսել երգչին։ Թե ինչպես համը կարող է մարդուն տեղափոխել միանգամից 30-35 տարի հետ։ Այսօր մատնաքաշը, որը մի փոքր վառված էր, գծում եմ այդ վառած մասը, խրթխրթան ու ակնթարթորեն տեղափոխվում եմ այն տարիներ, երբ բուխանկայի շերտերը, որոնք արդեն հնացած էին եւ ոչ մեկ բնականաբար դեն չէր նետում, դնում էինք վառարանի վրա, տաք վառարանի վրա, որպեսզի իրենք sense փափկեն եւ նոր տաք հացի էֆեկտ ստանան։ Այդ ընթացքում բնականաբար վառվում էր այդ հացը, մի շերտ վրայի շերտը վառվում էր, խրթխրթան վառած շերտ էր դառնում, բայց շատ համեղ էր դառնում, փափկում նոր հաց էր դառնում, չեմ ասում, որ իրանից կարելի էր հրաշալի ինչ-որ դեսերտ ստանալ, եթե կար կարակ, այն ժամանակ կամ մարգարին, կամ յուղ, ինչու՞ չէ, գցում էր այդ տաք հացի վրա, հալվում էր վրան էլ բան էր ցանում, շաքարավազ, հասարակ շաքարավազ եւ դառնում էր մի հրաշալի դեսերտ։ Դե կարտոֆիլի մասին էլ չեմ ասում, վառարանի վրա շերտ, որ պատրաստում էինք եւ ամբողջական կարտոֆիլը վառարանի ածուխի մեջ գցում էինք, վերջում մի հրաշալի համով բան էր ստացվում, կամ ովքեր գիտեն, եթե վառարանը վառվում էր աթարով, ով գիտի դա ինչ է, այդ աթարի մեջի կարտոֆիլի համը մի ուրիշ յուրահատուկ համ ուներ։ Դե Էլում իմ հետ տեղափոխեցի 90-ականներ։ Բարև ձեզ։ Այսօր ուզում եմ խոսեմ մի երևույթի մասին, որին շատ հետաքրքիր է, արդյոք ձեր մոտ էլ կա թե չէ։ Օրինակ ես շատ պարտաճանաչ մարդ եմ, շատ պատասխանատու,
Չեմ սիրում ուշանալ, սիրում եմ միշտ ժամանակին տեղում լինել։ Եթե կա աշխատանք, անպայման անել այդ աշխատանքը եւ անել մաքսիմալ լավ։ Եթե ինչ-որ բան խոսք եմ տալիս, ուրեմն անպայման խոստումս կատարեմ։ Այդպես, եւ ինչի պատճառով, այդ ամեն ինչի պատճառով արժանանում եմ շատ հետաքրքիր մականունների եւ երբեմն արտահայտությունների, որոնք են այդ մականունները եւ արտահայտությունները, օրինակ, չգիտեմ, գերմանացի, պիդանտ, շատ հաճախ նաեւ օրինակ դեսպոտ կամ զանուդա անգամ իսկ եւ արտահայտությունները օրինակ լարվածություն մցնող թեթև տարելի ու նմանատիպ բաներ։ Ես կարծում եմ մենակ Հայաստանում է երևի որ պարտաճանաչ պատասխանատու մարդը դառնում է դեսպոտ ու զանուդա։ Եթե դուք եք իմ բնավորության տեր մարդ ու դուք եք լսում նմանատիպ արտահայտություններ, ինձ հետաքրքիր է, խնդրում եմ գրեք կոմենտներում։ Շնորհակալություն։ Բլոգեր Արուսյա Կավկազն էլ շարունակում է Instagram-յան հարթակում համեղագույն բաղադրատոմսեր առաջարկել։ Իրեն հատուկ չափաբաժիններով նա այս անգամ Նապոլեոն է պատրաստել, իսկ Star News-ն առաջարկում է դիտել տեսանյութը։ Доброе утро, дорогие мои! Посмотрите, какой у нас наполеончики получилось шикарного. Это из нашего муки и теста, дорогие мои. Смотрите, какая она воздушная, шикарная. Смотрите, можно делать тортик, можно делать стаканом. Смотрите, объем какой. Вот такая красота. Можно такой сделать торт шикарный. Можно поломать, с кремом сделать в стакане. Персонный получается. Каждый себе возьмет и кушает. Так тоже мы делаем. Так что, дорогие мои, всем желаем хороший день, хорошее настроение. Одну буду перед вами поломать. Посмотрим, середина сырой или не сырой. Хруст. Хорошо хрустит. Сейчас мы посмотрим, середина она. Пожалуйста, видите, какая красота? Все спеклось. Середина теста не осталась. Самое главное в тесте, вот это вот Наполеон, чтобы середина сырой не останется. Печка у нас 150, ну не больше градусов. Хорошо. Ни одной сырого не осталось. Я вот всегда на это очень много обращаю внимание. Смотрите. Шикарно. Вот так еще раз. Дальше пошла. Вот, пожалуйста, тебе Наполеон. Сейчас сделаем все по стаканчикам с кремом. Каждый себе возьмет и кушает. Смотрите. Смотрите, какая красота. Рецепт слоеного теста есть у меня в странице. Готовьте с любовью, дорогие мои. Все для вас. Крем, кто какой любит, но мы любим масло с гущенкой. Чуть-чуть ванилин добавляешь и все. Больше ничего не нужно. Это самый мой любимый десерт. Больше ничего и не надо.